Ալիևը ունի մի նպատակ, դա իրավաբանորեն ամրապնդել, որ Արցախը իրենն է։ Մինչև այսօր չկա ոչ մի իրավաբանական, այսպես հիմք, որ ինքը այդպես ասի։ Այն Ալմատայի պայմանագիրը, որ նույնիսկ դրա մասին ասում են, որ միմյանց ճանաչել են տարածքային ամբողջականությունը սովետական միությունը փլուզումից հետո, բայց Ադրբեջանի կազմում, անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի եղել։ Պարզ է, որ այդ փաստաթուղթը հիմք չի կարա լինի, որ Ալիևը բավարարված լինի։ Իրեն պետք է նոր փաստաթուղթ, նոր մեր այսօրվա իշխանությունների կողմից ստորագրված, որ լինի իրավաբանորեն հիմք, որ աշխարհին ներկայացնի, տեսեք հայերը ճանաչեցին, որ սա իմ տարածքն է, ես էլ ագրեսոր չեմ։ Իրականում ես ազատել եմ իմ տարածքները, իսկ Բաքվում վերադառնալով այդ հարցին, Բաքվում պահվող մարդիկ իրականում դառնում են ավտոմատ, ոնց են ասում, սեպարատիստներ։ Հասկանում եք, ոչ թե իրենք պայքարել են անկախության համար կամ որ միանան Հայաստանին, այլ իրենք ավտոմատ դառնում են սեպարատիստներ։ Ու Ադրբեջանը իրավունք է ստանում լրացուցիչ իրենց դատելու եւ դա հիմնավորելու աշխարհին, որ ինքը ճիշտ է։ Դա է Ալիևի նպատակը։ Խաղաղությունը իրենց նպատակը չի։ Խաղաղությունը իրենց նպատակը չի։ Իրենք այդ Արցախի հարցը փակելուց հետո իրենք իրենց բերանով են ասում, անցնելու են Զանգեզուրի հարցում։ Սյունիքի հարց են լուծելու։ Հասել են նրան, որ ասում են ադրբեջանցիները Հայաստանում պետք է ավտոնոմիա ունենան։ Պատկերացնում եք։ Արդեն դրան են հասել։ Եվ մեր բոլոր այսօրվա, այսպես դարերով շարունակ ստացված հաջողությունները, այսպես կասել, չնայած այս վերջի տարիներին այդպես չի, ոնց որ թե հակառակ process-ն է դեր գնում, մենք ամբողջ կարան կորցնենք։ Սկսած Էջմիածնից, սկսած Երևանից եւ Սյունիքը դա երկրորդ էտապն է։ Իրենց համար դա երկրորդ էտապն է։ Կա եւ երրորդ, ու ես սա օթից չեմ ասում, տեղեկություն եմ ասում, թող իրանք լսեն, ես երբեք օթից չեմ խոսացել։ Իրանք ունեն երկրորդ էտապ եւ ունեն երրորդ էտապ։ Երրորդ էտապը ավարտում է, որ այդ տարածաշրջանում Հայաստանը պետք է դադարի իր գոյությունը։ Այդքան բան։